Վրացական կողմից խնդրանք կամ հորդոր չի եղել, բայց մյուս կողմից մենք ընդհանուր օրակարգեր ունենք եւ այդ օրակարգերի շուրջ աշխատում ենք եւ իմ մտահոգությունն եմ բարձրաձայնել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, որովհետեւ կարծում եմ, որովհետեւ իսկապես մենք մտահոգված ենք այդ իրավիճակով, որ կա Եվրոպական միության եւ Վրաստանի հարաբերություններում եւ դա մեզ անհանգստացնում է։ Ինչ վերաբերում է, տեսեք, դուք ասում եք 158% աճ է տեղի ունեցել, պետք է արձանագրել, ինչի 158% աճ է արձանագրվել։ Արձանագրվել է բացահայտումների 158% աճ, որովհետև եթե բացահայտումների աճ չլիներ, մենք այդ դեպքերի մասին պարզապես չէինք իմանա։ Եվ դա ընդհանուր առմամբ խնդրեմ է, դուք տեղյակ եք, որ մենք նաև անվտանգության խորհրդի նիստերում ենք այդ թեմաներով անդրադարձել եւ ռազմավարության հետ կապված հայտնի իրադարձությունները գիտեք եւ մենք անդադ խոսում ենք դրա մասին, բայց պետք է այդ էլ արձանագրենք, որ սա գլոբալ երևույթ է, այնպես չէ, որ Հայաստանում մի առանձին վերծրած իրավիճակ է զարգանում, բայց մյուս կողմից դա մեզ չի հանգստացնում կամ մեզ չի թուլացնում, մենք պետք է հետեւականորեն դրա դեմ պայքարենք։ Եվ ուզում եմ ասեմ, օրինակ, դրա դեմ պայքարի ձևերից մեկը 300 դպրոց նախագիծն է, որտեղ կան խաղահրապարակներ, ֆիզկուլտուրայով, սպորտով ավելի շատ զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում եւ այլն եւ այդպես շարունակ, որպեսզի երիտասարդությունը ավելի շատ ստեղծարար զբաղմունքների վրա կենտրոնանալու հնարավորություն ունենա եւ իհարկե իմ ընկալումը նաեւ այն է, ես ուզում եմ ուղղակի ձեզ ասեմ, եւ ես դենց հանձնարարական տվել եմ մեր իրավապահ մարմիններին, որ մենք պետք է կենտրոնանանք խոշոր ներկրումների եւ արտադրության վրա, որովհետեւ եթե ես չգիտեմ էլ մի պակետում ինչքան է ելնում, ասենք չգիտեմ 0.00 չգիտեմ քանի գրամ, այսինքն եթե պատկերացնենք մի տոննա բան կա, թմրանյութ կա, ինքը բաժանված է հազարավոր տասնյակ հազարավոր պակետների, եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց պակետների հետևից, այդ ուշացպար կլինի մեր իրավապահ համակարգը, մենք պետք է գնանք գտնենք խոշոր ներկրողներին եւ արտադրողներին։ Իրավապահները չեն տալիս հաղորդագրություններ։ Մեկ տոննա կոկայինով ես գիտեմ, որ գործ ուղարկվում է դատարան եւ մեկը բանն է, մեկը Հայաստանի փրկիչ Միհրան Պողոսյանն է, որը հետախուզման մեջ է։ Թող լակայիրա կոկայինին տիրություն անի, հետո կտեսնենք Հայաստանի ոնց է տիրություն անի։